Երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի և ալերգիաների վաղ հայտնաբերման ու վարման ապակենտրոնացված համակարգը, ի թիվս հանրապետության այլ բուժ հաստատությունների, ներդրվելու է նաև Գավառի բժշկական կենտրոնում, Առողջապահության նախարարության, Արաբկիր բժշկական համալիրի և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի համատեղ ծրագիրն է։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կհետազոտվեն տեղում նորագույն սարքավորումներով։ Կային հետազոտությունները, որոնք պահանջում են ավելի նեղ մասնագիտական հսկողություն կամ հետազոտում, միայն այդ դեպքերն են, որ կուղեգրվեն արդեն մայրաքաղաք։ Քանի որ տեղում արդեն մասնագետը կլինի, վաղ հայտնաբերումը հնարավորություն կտա նաև խուսափել ավելորդ հոսպիտալացումներից, բարդություններից հիվանդությունը, որ բերում է։ Այցի ընթացքում ուսումնասիրվում են Գավառի բժշկական կենտրոնի պայմանները, ընտրվում է համապատասխան սենյակը։ Սարքավորումները տրամադրելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, տեղում բուժ սպասարկումն իրականացնելու է վերապատրաստված նեղ մասնագետը։ Նպատակը ոչ թե նա է, որ մենք կարողանանք ստեղծենք միայն նեղ մասնագիտական կենտրոններ, այլ նպատակը նա է, որ հետագայում մենք կարողանանք ապակենտրոնացնենք այդ նեղ մասնագիտական կենտրոնների այն գործառույթները, որոնք կարելի է իրականացնել բնակության վայրին մոտիկ եւ բնակավայրի բժշկական հաստատություններում, հենց դա իրականացնում ենք արդեն մենք այսօր Գավառում։ Փորձելու ենք այնպես անել, որպեսզի մարզերում ապրող երեխաների եւ մեծահասակների կյանքը բարելավվի, նրանք տեղում ստանան համապատասխան բուժօգնություն եւ խորհրդատվություններ։ Ասթմայի վաղ ախտորոշումը կկանխի հետագա հնարավոր բարդությունները, կկրճատի հիվանդանոցային ծախսերը, ամբուլատոր հետազոտությունները եւ հարկ եղած դեպքում հոսպիտալացումը կկատարվեն պետպատվերով։ Շատ մարզերում դա բաց թողի վիճակում է գտնվում ախտորոշման, թե մասնագիտական, թե գործիքային հետազոտման բացակայության պատճառով, բայց մեր այս ծրագրի շրջանակներում մեր երեխաները տեղում ստանալու են առաջին բուժօգնություն, հետագա բուժման տակտիկան է որոշվելու, 80% դեպքերում մնալու են Գավառ բժշկական կենտրոնում։ Ասթմայի վաղ հայտնաբերման ապակենտրոնացված համակարգն առաջինը ներդրվել է Սյունիքում, Կապանի բժշկական կենտրոնում։ Գավառի բժշկական կենտրոնը կլինի ծրագրին միացած մարզային երկրորդ բուժ հաստատությունը։ Անահիտ Կարեյան, Արփիկ Կակոյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։